Այսօր զրուցում ենք տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ես շնորհակալ եմ։ Պարոն Պետրոսյան, Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատեց որոշումը, հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը, որին աջակցում է նաև վարչապետ Նեթանյահուն։ Մենք գիտենք, որ վերջին 15 տարիներին գոնե պարբերաբար Իսրայելը այս հարցը բարձրացնում է եւ հատկապես այն ժամանակ, երբ Անկարայի հետ հարցերը հարաբերությունները սրվում են եւ ըստ էության կա տպավորություն, որ այս անգամ եւս քաղաքական առևտուր է անում։ Դուք ինչ կասեք այս կապակցությամբ։ Այդ տեսակետը անվիճելի է, որովհետեւ մեծ հաշվի առնելով Իսրայելի մոտեցումը ընդհանրապես հայոց ցեղասպանության թեմային եւ Իսրայելի պրագմատիկ քաղաքականությունը, Իսրայելը որևէ դեպքում չի կարող գնալ քայլերի, անել գործողություններ, որոնք կարող են ռազմավարական վնաս հասցնել այդ պետությանը։ Ինչու հիմա։ Դե շատ բարձ բացատրությամբ կա, որտեղ առնվազն քաղաքական եւ քարոզչական ռետորաբանական մակարդակում բավականաչափ սրվել են երկկողմ հարաբերությունները։ Գրեթե օր չի անցնում, որպեսզի հատկապես Թուրքիայից չեն հայտարարություններ անգամ նախագահի մակարդակով, որ պետք է Իսրայելին իր տեղը ցույց տալ, եթե ես շատ մեղմ եմ նշում, անգամ Նեթանյահունի Պաղեստինի հարցով, այո։ Այս իրավիճակը վերջին լարվածությունը, քանի որ խոսեցիք Պաղեստինի մասին, ինքը սկիզբ է առել 2023 թվականի հոկտեմբերից, երբ որ Իսրայելը սկսեց ուրեմն գործողությունը, ռազմագործողությունը Գազայի հատվածում, մինչև այսօր գրավելով Գազայի հատվածի մոտարապես կեսը եւ ուրեմն մոտարապես 70,000 պաղեստինցիների մահվան պատճառ դառնալով եւ տասնյակ 100,000-ավորների անգամ գաղթի պատճառ դառնալով։ Հետեւաբար այս պայմաններում բնականաբար, երբ որ անցյալ 3 տարիների ընթացքում անընդհատ ռետորաբանական մակարդակում սրվում էին հարաբերությունները, փոխադարձ մեղադրանքներ, Թուրքիան մեղադրում էր Իսրայելին ցեղասպանություն, մերօրյա աշխարհում արդեն մերօրյա ցեղասպանություն իրականացնելու մեջ 100,000-ավոր մարդկանց տառապանքի պատճառ դառնալու մեջ դրան զուգահեռ իսրայելական կողմը մեղադրում էր Թուրքիային, հիշեցնելով ուրեմն նրա պատմության ընթացքում Թուրքիայի Օսմանյան կայսրության իշխանությունը իրականացած ոչրագործությունը եւ դրանով իսկ կարծես փորձելով զսպել, որպեսզի Թուրքիան նման ռետորաբանություն չկիրառի, բայց որի ականատեսն ենք, այսինքն որ այդպես էլ տեղի չունեցավ։ Ինչ վերաբերում է վերջին էլի մի քանի զարգացումների, նախ տարածաշրջանում իրավիճակն է, երբ որ Իսրայելն իր գործողությունները թույլ չի տալիս, որպեսզի Միացյալ Նահանգներ Իրան համաձայնությունը կայանա, եւ մյուս կարևոր իրավիճակային զարգացումներն են թեմայի հետ առնչություն ունի, այդքան չունի, բայց զուտ այնքանով է այս պահին իրավիճակը կրկին սրված երկու երկրների միջև, քանի որ մենք գիտենք, որ շուրջ 2 շաբաթ Իսրայելը եւ Իրանը, Իսրայելը եւ Լիբանանը մի կողմից, Իրանը եւ Միացյալ Նահանգները մյուս կողմից բանակցում են խաղաղության մասին, բայց Իսրայելն իր գործողություններով թե Լիբանանում, թե Սիրիայում, թե երբեմն նաեւ Իրանի օդային տարածքում թույլ չի տալիս, որպեսզի այդ խաղաղությունը կայանա։ Եվ դրան գումարած երրորդ իրադարձային զարգացումը կա առաջիկա օրերին Թուրքիայում տեղ ունենալու ՆԱՏՕ-ի գագաթնաժողով Տրամփն է այցելելու եւ Տրամփն անգամ խոստացել է, որ կարող է քննարկել F-35 այո օդանավերի կործանիչների մատակարարման հարցը, եթե դա էլ չստացվի, գոնե թուրքական ռազմական օդանավերին շարժիչներ տրամադրել։ Այսինքն ռազմական աջակցության հարցը Իսրայելի համար այսպես ասած սուր է։ Շատ կարևոր հարց է, որովհետև փաստացի այս պահին Իսրայելի հիմնական առավելությունը տարածաշրջանում նրա օդային գերակայությունն է տարածաշրջանում իր մրցակիցների նկատմամբ։ Հակաօդային պաշտպանական բավականաչափ զարգացած համակարգն է եւ օդուժն է։ Նման օդուժ տարածաշրջանում որևէ երկիր չունի եւ Իրանի դեմ պատերազմը դա ցույց տվեց։ Հիմա եթե Թուրքիան կարողանում է ձեռք բերել այդ օդանավերը, կործանիչները եւ նաեւ զուգահեռաբար շարժիչներ սեփական արտադրության ուրեմն ռազմական ինքնաթիռների համար, փաստացի Թուրքիան կարողանում է վերականգնել որոշակի առումով բալանս
որը որևէ կերպ չի բխում Իսրայելի շահերից եւ սա է պատճառը գուցե նաեւ որ նաեւ այս խնդրի հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի շրջանառմամբ նրանք փորձում են ինչ-որ սակարկությունների թեմա ստեղծել Տրամպի այցին նախընթաց։ Տեսեք, Իսրայելի արտգործնախարարը այս քայլը որակել է որպես հրեական պետության բարոյական պատասխանատվություն, բայց մյուս կողմից հայտնի է, որ հրեական պետությունը տասնամյակներ շարունակ խուսափում էր ճանաչումից, հոլոկոստը համարելով իրենց հրեաների ցեղասպանության հարցում բացառիկություն, բացառիկ, այսպես ասած, թեզ ասեմ, ինչ ասեմ, չգիտեմ, բայց ամեն դեպքում այդ գործոնը միջազգային հարաբերությունն հատկապես խաղարկում են եւ երբեմն շատ հաճախ հարցեր են լուծում այդ բացառիկությամբ։ Հիմա ինչպես է ստացվում, որ այդ բացառիկությունը ճակերտավոր Իսրայելը փորձում է զոհաբերել հանուն այս ցեղասպանության ճանաչման։ Դե մինչև ձեր հարցին պատասխանելը, տեսեք, այնուամենայնիվ մենք այս պահին ունենք Իսրայելի մասնակի ճանաչման հարց, այսինքն չեն կարող ասել, որ Իսրայել պետությունը վերջնականապես ճանաչել է, որովհետև ճանաչել է ընդհանրապես այո, Իսրայելի կառավարությունը, իսկ Իսրայելը խորհրդանական պետություն է եւ ճանաչումը ամբողջական կլինի, եթե ուրեմն այս բանաձևը դրվի քվեարկության եւ ընդունվի Քնեսեթում, խորհրդարանում, դրանից հետո ստորագրվի նախագահի կողմից։ Իսկ քանի որ ընդհանրապես 10 օր սակարկության է դրված, 10 օր անց Իսրայելի Քնեսեթը գնալու է արձակուրդ եւ դրանից հետո հոկտեմբերին Իսրայելում խորհրդանական ընտրություններ են, մեծ հարցականի տակ է արդյոք կհասցնեն այս բանաձևը ընդունել։ Իհարկե որ ընդունել շատ լավ կլինի, շատ կարևոր կլինի, անկախ նրանից թե ինչ դրդապատճառներով է, այնուամենայնիվ մեր ուրեմն նահատակված հայրենակիցների հիշատակը եւս մեկ երկիր է փաստորեն, հա, նրանց ինչ է շահում Հայաստանը։ Դե այստեղ այլ հարց է, մինչև Հայաստանը ես կցանկանայի եւս երկու անդրադարձ անել նախորդ հարցի հետ կապված, հետո անպայման Հայաստանին կանդրադառնանք, տեսեք, Իսրայելի համար նախկինում չճանաչել, դուք որ ձեր հարցնել էր վերաբերում անցյալ տասնամյակի ընթացքում պարբերական քննարկումներին, 3 հիմնական խոչընդոտ կա, թե ինչու Իսրայելը մինչև հիմա չի ճանաչել։ Առաջինի մասին դուք խոսեցիք, դա հոլոկոստի բացառիկությունն է, ժամանակը ավելորդ ուրեմն չօգտագործելու համար դրա վրա չեմ կենտրոնանա։ Եվս երկու հիմնական դրդապատճառ կար, մեկը Թուրքիայի հետ հարաբերությունները, որը չափազանց կարևոր հարաբերություններ են եւ ունենալով Իրանի հետ լուրջ հակամարտություն, Սիրիայի հետ բարդ հարաբերություններ, Իսրայելը այնուամենայնիվ չէր ցանկանում եւս մեկ հակառակորդ ունենալ դեմս Թուրքիայի, նաեւ նման կարևոր հարցով խոցելով կամ խնդիրներ առաջացնելով երկու երկրներին։ Մյուս կարևոր հանգամանքը Իսրայել-Ադրբեջան հարաբերություններն են, որտեղ 2010-ականների ամբողջ ընթացքում փաստացի Թուրքիա-Իսրայել հարաբերությունները լարված են եղել եւ մեծ հաշվով հենց Ադրբեջանն է փորձել թուրքական օրակարգերը Իսրայելում ապահովել, եւ փորձել է թույլ չտալ այնպիսի խնդիրների շրջանառում Իսրայելում, որոնք կարող են խնդիրներ առաջացնել նաեւ Թուրքիայի համար։ Հիմա այս հարցերը այլևս մղում են երկրորդական պլան, ես արդեն նշեցի թե ինչու, այնպես չի որ Թուրքիայի հետ հարաբերությունները պակաս կարևոր են, պարզապես այս պահին Իսրայելը իր խնդիրներն ունի, որտեղ իրեն Թուրքիայի գլխավորությամբ տասնյակ երկրներ, հատկապես մուսուլմանական, Իսրայելին մեղադրում են ցեղասպանության մեջ։ Հիմա Իսրայելին պետք է հակադարձեն ինչ-որ կերպ։ Մյուս կողմից Իրանի նկատմամբ ձեռք է բերվել առավելություններ վերջին երկու հակամարտ պատերազմների ընթացքում։ Երրորդը Ադրբեջանի հարաբերություններն էլ կառավարել են մեծ հաշվով։ Ադրբեջանը կոշտ է արձագանքել ամեն դեպքում այս արձագանքը դե բնականաբար պետք է այդպես լինի, որովհետև այնուամենայնիվ այստեղ երկու հիմնական հանգամանք կա։ Թուրքիան Ադրբեջանի ամենակարևոր դաշնակիցն է, երկրորդ հարցն էլ վերաբերում է հայկական օրակարգին, իսկ դա Ադրբեջանի համար ընդունված խնդիր է, որին միշտ կարող է հակադարձել եւ պետք է հակադարձի, մանավանդ որ հարցը վերաբերում է Թուրքիային առնչվող էներգետիկ եւ ռազմական կապերը Իսրայելի հետ Ադրբեջանի բավականին մեծ է։ Մեծ է, բայց տեսեք, այստեղ մինչև Իսրայելը Թուրքիան պետք է փորձեր ազդել ուրեմն Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների վրա, քանի որ Թուրքիան լինելով հավատարիմ եւ շատ կարևոր դաշնակից Ադրբեջանի համար, որը մշտապես կանգնել է Ադրբեջանի կողքին Ադրբեջանի համար բարդ ժամանակներում,
վերջին շրջանում ունի բավականաչափ սրված հարաբերություններ Իսրայելի հետ եւ Ադրբեջանը շարունակում է բավականաչափ կարեւոր ջերմ հարաբերություններ պահպանել, ռազմավարական հարաբերություններ պահպանել փաստացի մի երկրի հետ, որի հետ նրա դաշնակիցը ունի բարդ հարաբերություն։ Այսինքն այստեղ առաջներքին հերթին Թուրքիան պետք է դնի սահմանափակումներ, որը չի դնել, Իսրայելն էլ չի կարող դնել։ Ավելին ասեմ, այս բանաձևը քվեարկության դնելուց առաջ հերախոսազրույց է տեղ ունեցել Իսրայելի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, այսինքն կարծում եմ, որ Իսրայելի արտգործնախարարը զանգել եւ ներկայացել է խնդիրը, փորձելով մեղմել Ադրբեջանի արձագանքը, այնպես որ այս իրավիճակը փաստացի, այսպես ասեմ, կանխատեսելի է եւ ինքը հիմնավորված է եւ այսպես էլ պետք է լինի։ Մեծ հարցական կա իհարկե ճանաչման գործընթացի վերջնականացման հետ կապված, որի մասին ես արդեն նշեցի։ Հիմա Ադրբեջանը լծակներ ունի արդյոք Կնեսեթում խափանելու այս որոշման ընդունումը։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը լծակներ ունի։ Ընդհանուր առմամբ տեսեք, ոչ թե այնքան էլ ճիշտ չունի Ադրբեջանի ազդեցությունը Իսրայելի ներքին օրակարգում այսքան մեծացնել է։ Պարզապես Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները ռազմավարական առումով շատ կարևոր են։ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանը նավթ է վաճառում եւ բացի այդ Ադրբեջանը Իրանի հարևանն է եւ տարիներ շարունակ թույլ է տվել, որպեսզի իսրայելական հատուկ ծառայությունները աշխատեն Իրանի հետ սահմանին, բարբերաբար հետախուզական կարևոր տվյալներ տրամադրելով զինված ուժերին եւ նաեւ անցած երկու պատերազմների ընթացքում հենց այդ տրված ուրեմն հետախուզական տվյալները շատ մեծ ազդեցություն ունեցել։ Չկա այդ մեծ ազդեցություն, պարզապես Ադրբեջանի հետ հարաբերությունները մշտապես կարևորվել են Իսրայելի ուրեմն ներքաղաքական օրակարգում եւ բացի դրանից նաեւ Ադրբեջանի ներսում կա ազդեցիկ հրեական համայնք եւ թե Իսրայելում կա ազդեցիկ ադրբեջանական համայնք, որոնք բարբերաբար նաև փորձում են երկու օրակարգերի վրա ազդել։ Օրինակ ես հիշում եմ 2010-ականների սկզբին, երբ որ Իսրայելի արտաքին եւ անվտանգային քաղաքականության հանձնաժողովում էր հարցը դրվել, հենց Իսրայելում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները շատ մեծ այսպես աշխատանքներ տարան, որպեսզի այդ հանձնաժողովում ուրեմն ցեղասպանության հարցը չընդունվի։ Հիմա ունենք այն ինչ ունենք եւ փաստացի Իսրայելը որոշել է գնալ սրման, մանավանդ նաեւ կրկնում եմ շատ կարևոր մի հանգամանք Իսրայելում ներքաղաքական բավականաչափ այսպես հետաքրքիր իրավիճակ է, նախընտրական իրավիճակ է եւ Իսրայելի գործող կառավարությանը պետք են արտաքին կարևոր թիրախներ Իրանից բացի նաեւ Թուրքիան, որպեսզի ուրեմն կարողանան այսպես ամրապնդել իրենց դիրքերը եւ նաեւ համախմբել իրենց ընդհանուր աչակողմյան եւ կրոնական կուսակցությունների կոալիցիան։ Երևանը ցուցաբերում է ընդգծված լռություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից։ Դուք ինչպես կմեկնաբանեք այս մոտեցումը։ Ես էլ այս պահին կարծում որ արձագանքի կարիք չկա, որովհետեւ ինչպես արդեն նշեցի, ճանաչումը վերջնական չէ, իսկ վերջնական ճանաչման դեպքում իհարկե իրավիճակը փոխվի եւ այստեղ գոնե արտգործնախարարության մակարդակում անկախ նրանից թե ինչ դրդապատճառներով է ճանաչումը տեղի ունեցել, կարծում որ արձագանքի անհրաժեշտություն կառաջանա, բայց քանի որ մենք նախկինում եւս բազմիցս ունեցել ենք նմանատիպ կիսա ճանաչման դեպքերի հետ, օրինակ 2015 թվականի, եթե չեմ սխալվում, Իսրայելի Քնեսեթի կրթության եւ մշակույթի հարցերով հանձնաժողովներ ընդունել, հետո ուրեմն լիագումար նիստ անգամ չէր դրվել հարցը։ Անցյալ տարի օգոստոսին Նեթանյահուն առերես հայտարարեց, որ ինքը ճանաչում է այս ցեղասպանությունը եւ դրանով վերջ։ Այսինքն սրանք կիսաքայլեր են եւ այս կիսաքայլերի համար Այսպես վերջնական արդյունքի նստել։ Այո, երբ որ լինի վերջնական արդյունք, կարծում եմ գոնե արտգործնախարարության կամ դեսպանի մակարդակում։ Տեսեք, Հայաստանում այս կառավարության այս որոշումը միանշանակ չի ընդունվել եւ նաեւ այդ ոչ միանշանակ անցալելը նաեւ երևում է հայտարարություններով Միացյալ Նահանգներում, հատկապես Սփյուռքում։ Սերժ Թանկյանը System of a Down խմբի մենակատարը շատ կոշտ գրեթե հայհոախառն է արձագանքել Իսրայելի այս որոշմանը, այն անվանելով ցինիկ քաղաքական երեսպաշտություն։
Նա հիշեցրել է, որ Իսրայելը տարիներ շարունակ իր լոբիստական կազմակերպության միջոցով Միացյալ Նահանգների կոնգրեսում տապալում էր հայոց ցեղասպանության ճանաչումը հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների։ Հիմա, պարոն Պետրոսյան, սա ցույց չի տալիս, որ միասնական մոտեցում այսուհանդերձ նույնիսկ Փյուրքում չկա այս հարցի շուրջ։ Դե տեսեք, պարոն Թանկյանը ինքը անձնական մոտեցում է դրսել եւ իրավացիորեն ճիշտ է նշել, որ տասնամյակներ շարունակ իսրայելական, հայերական լոբիստները անընդհատ խոչընդոտել են։ Այո։ Օրինակ ես էլ որպես եթե փորձագիտական այսպես մոտեցումս դնեմ մի կողմ, անձնական մակարդակում ինձ համար էլ տհաճ է, երբ որ իմ ազգի ազգային աղետը որևէ երկիր օգտագործում է իր նեղ քաղաքական շահերով։ Բայց միևնույն ժամանակ, եթե դնում ենք այս անձնական զգացողությունները մի կողմ, նայում ես պրագմատիկ մակարդակում, Իսրայելի ճանաչումը շատ կարևոր է, անկախ նրանից թե ինչ մակարդակում այդ ճանաչումը, այսինքն անկախ նրանից թե ինչ դրդապատճառով այդ ճանաչումը տեղի ունի։ Կարևորը որ վերջնական եւս ճանաչեց հայոց ցեղասպանությունը, դա արդյոք որևէ բան փոխում է իրականության մեջ։ Դե դա այդ որ հոգու մխիթարանք է, երբ որ կարողանում ես օգտագործել աշխարհակաղակական իրավիճակը տվյալ դեպքում ասենք իսրայելահայերին է, հա, վերաբերում գնահատական Սփյուռքին, երբ որ հնարավորություն լինում ինչ որ երկրում եւս հասնել ճանաչման, սա բարոյական խնդիր է եւ մեզ համար էլ այս բանի խնդիրը առավելապես բարոյական մակարդակում է, քանի որ հաշվի առնելով Հայաստան-Թուրքիա օրինակ կարգավորման գործընթացը, այս բանի գոնե քաղաքական մակարդակում Հայաստանի գործուն մասնակցություն այս process-ին միայն կվնասի Թուրքիայի կարգավորման գործընթացին, կարծում եմ նաև սրանով է պայմանավորված Հայաստանի կառավարության ներկայացուցիչների զգուշավորությունը, որ մինչև հիմա նվազագույն արձագանք անգամ չի եղել։ Իսկ արդյոք դա չի վնասի Իրանի հետ հարաբերություններին, հաշվի առնելով, որ Իրանի թիվ 1 թշնամին Իսրայելն է։ Սա, տեսեք, սա ազգային հարց է եւ այստեղ անգամ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ չէ այս խնդիրը։ Այսինքն Իսրայելը չի ճանաչում։ Այսինքն ինչու մեզ պետք է հետաքրի Թուրքիայի հետ հարաբերությունները, մեր հարաբերությունները, եթե տվյալ դեպքում խնդիրը, ինչպես դուք եք ասում, դա ազգային ինքնության եւ արժանապատվության խնդիր է։ Դե տեսեք, որովհետեւ այս բանին բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Իսրայելի նման քայլի հիմքում, հետևում նեղ քաղաքական շահերն են եւ Թուրքիայի հետ լարված հարաբերություններն են։ Դրանով պայմանավորված է այս պահին Իսրայելը գնում նման քայլի եւ որը չափազանց կարեւոր է եւ անկյունակայել է, այս քայլը կիսաքայլ է։ Երբ որ կլինի վերջնական ճանաչում, այդ ժամանակ կարծում եմ շատ լավ, պարոն Պետրոսյան, եթե իմի բերենք եւ ընդունենք, որ Իսրայելը պաշտոնապես նաև Քնեսեթում ընդունել է այս որոշումը, այսինքն ճանաչել է հայոց ցեղասպանությունը, Երևանի եւ Թել Ավիվի միջև հարաբերությունների ռեստարտ կլինի, թե որևէ բան կփոխվի, թե չէ։ Այստեղ հարցը որևէ կերպ, այս ճանաչումը որևէ կերպ չի առնչվում ոչ Հայաստան-Իսրայել հարաբերություններին, ոչ Սփյուռք-Իսրայել հարաբերություններին, անգամ չի առնչվում իսրայելահայեր Իսրայելի կառավարություն հարաբերություն։ Սա նեղ քաղաքական որոշում է Իսրայելի կառավարության կողմից կայացված։ Գուցե նախընտրական շրջանում սա ազդի որոշակի առումով իսրայելահայերի քաղաքական կողմնորոշման վրա եւ այսպես կարող Նեթանյահուի համար բավականաչափ բարդ ժամանակաշրջան է եւ ընտրության հարցը խնդրահարույց է, գուցե մինչեւ 5-ից 10,000 կարծեմ համայնք ունենք, մոտ 5,000 ընտրող, գուցե 5,000 ձայնի մեծամասնություն գնա Իսրայելի վարչապետին, բայց ելի եմ ասում, հա, ես մեծ թերահավատություն եմ, որ կարող է օրինագիծը անգամ Քնեսեթում քվեարկության չդրվի։ Քվեարկության դրվելուց հետո հնարավոր է ուղարկվի որևէ հանձնաժողով։ Եթե ուղարկվեց հանձնաժողով, այդ դեպքում կարծում եմ ընդհանրապես այս խորհրդանը չի հասցնի ընդհանրապես ընդունել, կրկին վերադարձնել եւ քվեարկության դնել, ընդունել այդ բանաձևը։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում ենք տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Ցտեսություն։